Երգչուհի Ալա Լևոնյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել, թողարկելով նոր երգեր, ինչպես նաև սոցիալական հարթակներում պարբերաբար հրապարակումներով կիսվել ու ցույց տալ իր առօրյան։ Այսօր, սակայն, երգչուհին տխուր հրապարակմամբ է հանդես եկել։ Նա հրապարակել է արխիվային լուսանկար եւ գրել. «Սեդան Բարսեղ կանաչյանի դուստրներ, լույսերի մեջ մնաս, սիրելի Սեդա», գրել էր Ալա Լևոնյանը, հայտնելով Սեդա Կանաչյանի մահվան մասին։ Իսկ մենք հավելենք նաև, որ Ալան ու նրա ամուսինը՝ Սերոն, ամուսնացած են արդեն 20 տարի։ Երգչուհին իր վերջին հարցազրույցի ընթացքում առաջին անգամ պատմել էր ամուսնու հետ ծանոթությունը եւ իրենց սիրո գեղեցիկ պատմությունը։ Մենք դա եւս ներկայացնում ենք ձեզ։ Իմ կյանքը երգի պետական թատրոնում էր։ Սերոյենց բակն էլ հենց վերնիսաժի մոտ էր։ Ես մտերիմ էի իր մորաքրոջ աղջիկների հետ։ Շիրոյան Սոնայենց բակը եւս այդտեղ էր, եւ ես մի կարճ ժամանակ իրենց տանն էի ապրել, դե մեր բարեկամներն։ Մենք այդ բակում էինք լինում եւ տիկին Ժաննան, ով ամուսնուս մայրն է, եւ իմ սկեսուրը, իմ Ժանետը, այնքան հաճելի զրուցակից էր, այնքան հետաքրքիր ու թեթև մարդ էր, որ մենք շփվում էինք, ընկերացել էինք, ամեն ինչ իրեն պատմում էի, նա էլ ինձ խորհուրդներ էր տալիս։ Ես էլ իր տղաների հետ բացարձակ չէի շփվում, ինչ իմանայի, որ սկեսուրս է լինելու։ Հետո այնպես ստացվեց, որ շատ պատահականորեն իր եղբոր ծննդյան օրը ինձ հրավիրեցին, գնացի ու մենք պարեցինք։ Մի երգի տակ, որը հիմա մեր սիրո երգն է դարձել։ Գիտեք, ես իրեն միշտ տեսել էի ջինսերով, ավելի սենց սպորտային, ու ինքը այդ օրը կոստյումով էր։ Ու որ հրավիրեց ինձ պարելու, առաջին անգամ նայեցի աչքերի մեջ ու զգացի, որ էս ինչ լավ նայես տղան։ Պարի ընթացքում մենք խոսեցինք, ինքը այնքան բարի ու հետաքրքիր էր, նույնիսկ աչքիս շատ բարետես թվաց։ Հաջորդ օրը հանդիպեցինք։ Արդեն որ տեսնում էինք իրար բարևում ու խոսում էինք։ Մեկ շաբաթ հետո ինձ թվաց, թե ես այս տղային մի ամբողջ կյանք ճանաչում եմ։ Այդպիսի հանգստություն ու երջանկություն այդ տարիքում չէի զգացել, իսկ ես փոքր չէի, 26 տարեկան էի, իսկ Սերոն 28։ Ու 4 ամիս հետո մենք նշանվեցինք, հետո ամուսնացանք ու ծնվեցին մեր երեխաները, անկեղծացել էր Ալա Լևոնյանը։ Ալլան ու Սերոն 3 երեխա ունեն, 2 դուստր եւ 1 որդի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ալան նշել էր, որ ամուսինը ցանկանում է 5 երեխա ունենալ։ Նա նշել էր հետեւյալը. «Ամուսինս ուզում է 5 երեխա ունենանք։ Ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում 3-րդ երեխա ունենալը մի քիչ շատ դժվար է։ Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունը շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել, Աստված իր ժամանակին ամեն ինչ կանի», անկեղծացել էր Ալա Լևոնյանը։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար այսքանն էր պատրաստել։ Ձեզ ենք ներկայացնում նաև սիրված երգչուհու մասնակցությամբ մի քանի այլ հոլովակ։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ, եկել եմ Լևոնյանի տուն, Ալա, արդեն գիտեք, սուրճ ենք խմում ու շտապենք այստեղից Հրազդանում համերգ է այսօր, պետք է ներկա լինենք, ողջույն Ալա։ Ողջույն։ Գնացինք Հրազդան, հիմա աշխատում ենք, շատ կարևոր նախագծեր ունենք, հատկապես ամանորի հետ կապված, քննարկումներ ենք անում, նկարահանումներ ունենք, պլյուս դրան սենց Ալայի հեռախոսը չի դադարում, ամեն րոպե զանգում են, ինչ-որ առաջարկներ, ամեն ինչ քննարկում ենք, որ հերթով շարժվենք առաջ։ Հրազդանից թորներ կանենք, կհանդիպենք։ Չէ, կա այնի փակա, մի կողմ գնալուց Աբովյանով կարելի։ Հա, ես էլ դու գալուց եմ ֆայլը։
Hello,